Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 28 Եվ նորալուսնից նորալուսին և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա իմ առաջ երկրպագելու, ասում է Տերը, Եսայի 66-րդ գլուխ 23-րդ խոսք։ Սուրբ գրքում հաճախ է խոսվում այն մասին, որ Աստվածը լսում է աղոթքները։ Շատերն այս հարցի շուրջ մտահոգվում են ասելով, թե իրենց կյանքում երբեք չեն ունեցել այնպիսի փորձառություն, որ վստահ լինեն, որ Աստված լսել է իրենց աղոթքը։ Ես ընդունում եմ, որ իսկապես կա աղոթքի բարեհաճ լսում, սակայն պետք է հիշենք, որ այն երկու տեսակ է։ Առաջինն այն է, ինչին մարդը պետք է հավատա, հիմնվելով Սուրբ գրքի վկայության վրա։ Այսինքն, եթե ես ապաստանել եմ Քրիստոսի մոտ, նրա միջոցով մոտենում եմ Աստծուն, աղոթում եմ նրա կամքի համաձայն, իմ սրտում մեղք չեմ պահում և հավատքով խնդրում եմ այն, ինչի համար աղոթում եմ, լինի դա անվերապահ թե պայմանական, ըստ տվյալ խնդրանքի բնույթի և Աստծո խոստումների, ապա պարտավոր եմ հավատալ, որ Աստվածը լսում է իմ աղոթքը և կտա այն, ինչ բարի է, ինչպես խոստացել է իր խոսքում։ Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որ Հայրը Որդու միջոցով փառավորվի։ Հովհաննես 14-րդ գլուխ 13-րդ խոսք։ Երկրորդը, մարդը կարողանում է ներքուստ կենդանի փորձառությամբ զգալ, որ Աստված լսել է իր աղոթքը։ Այս համոզմունքը չի առաջանում տրամաբանական եզրահանգումների կամ փաստարկների միջոցով, այլ Աստված ուղղակիորեն այն դնում է մարդու սրտում։ Այսպիսի փորձառություն ունեցավ Աննան։ Սուրբ Գիրքն ասում է, նրա երեսը այլևս տրտում չէր։ Անշուշտ Տերը զորացրեց նրա հավատքը և ներշնչեց նրան համոզված լինել, որ իր աղոթքը լսվել է։ Նա չէր կարող այդ համոզմունքին հասնել որևէ տրամաբանական ապացույցով, որովհետև տվյալ խնդրի վերաբերյալ չուներ Սուրբ Գրքի այնպիսի հատուկ խոստում, որի վրա կարողանար հիմնավորել իր եզրակացությունը։ Սակայն Աստված ինչ-որ կերպ դա կենդանի կերպով դրոշմեց նրա սրտի վրա և այդպես նրան վստահեցրեց, որ իր աղոթքը լսվել է։ Սակայն այդպիսի անմիջական և զգալի վստահությունը Աստված հազվադեպ է տալիս, հատկապես այն դեպքերում, երբ աղոթքի պատասխանի վերաբերյալ Սուրբ Գրքից արդեն կարելի է հստակ եզրակացություն անել։ Ուստի հավատացյալները պետք է առաջին տեսակ վստահությամբ հավատքով լցվեն Աստծո խոսքի խոստումներին և երկրորդ տեսակի ներքին համոզմունքը թողնեն Աստծո կամքին, որ նա տա այնքան, որքան ինքը կկամենա։ Ուստի մարդու շնորհի վիճակը կամ նրա փրկված լինելու հարցը չպետք է կասկածի տակ դրվի միայն այն պատճառով, որ նա չի ունեցել աղոթքի լսված լինելու այդպիսի հատուկ զգալի փորձառությունը։